քրիստոնյաները դիմում են Աստծուն ասելով հայր մեր, ոչ մի կրոն չի դիմում Աստծուն հայր մեր անունով։ Եվ պատահական չէ, որ հայր մեր աղոթքը, որ կոչվում է նաև տերունական աղոթք, ուսուցանվեց մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի կողմից, ասելով, երբ որ կկանգնեք աղոթքի, ուրեմն ասեք հայր մեր, որ հերկինս ես։ Հազարամյակների միջից այսօր մեր առջև հառնում է քրիստոնեական եկեղեցու մեծագույն ուսմունքը, որը հենված է աստվածային սիրո վրա։ Ավետարանն ասում է, Աստված այնքան սիրեց մարդուն, որ իր միածին որդուն ուղարկեց մարդուն մահվանից դեպի կյանք առաջնորդելու։ Քրիստոնեական եկեղեցին այն մեծագույն հավատքը բերեց մարդուն, որ աստվածային մի մասնիկ լինելով, որը անկումի էր ենթարկվել, որը մահվան էր ենթարկվել, հնարավորություն տրվեց, որպեսզի նորից հավիտենականին միանա։ Ասում է Քրիստոս, ասում է Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա։ Մարդուն տրվեց հնարավորություն իր նախնական վիճակին բարձրանալու։ Սա այն կարևորագույն ճանապարհն է, ընթացքն է յուրաքանչյուր քրիստոնյայի համար եւ ապրելաձևը վստահաբար ավետարանի հենքում է գտնվում, յուրաքանչյուր առակի մեջ, յուրաքանչյուր պատումի մեջ, երբ որ մենք ընթերցում ենք, սովորում ենք դեպի Աստված բարձրացող ճանապարհը, ամեն մի սանդուղք դեպի երկինք է բարձրացնում։ Եվ այս ամենի միավորողը աստվածային սերն է։ Աստված հրավիրում է բոլորին մասնակցելու երկնային արքայությանը տեղի ունեցող հարսանիքին, չէ ավետարանի մեջ կար։ Հիշում եք, երբ որ Տերը ուղարկում էր ծառաներին, ասում է գնացեք եւ իմ հարսանիքի համար հրավեր կարեք։ Եվ նրանք գնում են ժողովրդի մեջ եւ ում որ տեսնում են, նրանց հրավիրում են երկնային հարսանիքին մասնակցելու։ Այսօր այդ հրավերը մեզանից յուրաքանչյուրիս ականջների մեջ է։ Մենք լսում ենք այդ հրավերը, որ Տերը կանչում է մեզ երկնային արքայության հարսանիքին մասնակցելու։ Բայց այդ ճանապարհը կրկնվելով պիտի նորից ասեմ, որ ավետարանով երկրային կյանքը, ավետարանի պատգամներով երկնային կյանքը ապրելուց հետո կկարողանանք արժանանալ երկնքի արքայությանը։ Փրկությունը կարող ենք գտնել միայն այդ ավետարանով, որպեսզի մենք առաջնորդվենք։ Այլ հարցը մենք ավետարանով ենք առաջնորդվում, թե չենք առաջնորդվում, վստահաբար չենք առաջնորդվում շատ-շատերը, բայց մենք չէ, որ պետք է դա քննենք, բայց նաև յուրաքանչյուր պահին մենք պետք է նաև, որովհետև եթե մենք հայր մեր ենք ասում մեր երկնավոր հորը, բոլորս դառնում ենք քույրեր եւ եղբայրներ, միավորված աստվածային այդ սիրով, միավորված միասին երկնային արքայության հարսանիքին մասնակցելու։ Եվ ես վստահ եմ, շատ-շատերը պիտի մասնակիցը լինեն այդ հարսանիքին, բայց որպես քույրեր, եղբայրներ, յուրաքանչյուրիս նաև պարտականությունն է, որպեսզի ամեն մեկս մեր երկրային կյանքի ընթացքում նաև ուսուցանողը լինենք մեր ընկերներին, մեր քույրերին, մեր եղբայրներին այս ճանապարհը։ Եվ որքան շատ լինե նրան, այնքան հզոր կլինի Աստծո եկեղեցին աստվածաստեղծ այս հողի վրա։ Ես այսօր ուրեմն փրկagorցության ուրեմն երկնային արքայության մասին է, որ ուզում եի խոսել, բայց միաժամանակ սիրելի հավատացյալներ, գիտենք, որ
առաջիկա Կիրակի օրը մեր եկեղեցու մեծագույն 5 տաղավարած տոներից մեկն է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի պայծառակերպության, այլակերպության տոնն է։ Եվ սա այն տոներից մեկն է, ես ուզում նախապատրաստական այսպես ուրեմն մեր հավատացյալներին տեղեկացնեմ, որ իրոք մեր ամառային ամենալավագույն, մեծագույն ուրախ տոներից մեկն է, որը երկու կողմ ունի։ Մեկը հեթանոսությունից մնացած սովորությունն է, որ միմյանց վրա ջուր են այսպես սրսկում, որ մեր հեթանոս հայրերը աստղիկ աստվածուհին սիրո գեղեցկության աստվածուհու այսպես ջրով, վարդաջրով այսպես սեր էր բաշխում հավատացյալներին, բայց քրիստոնեական եկեղեցու մեջ դա երկրորդ աստված հայտնության տոն է։ Քրիստոս ցույց է տալիս իր աստվածային լինելը։ Ինքը այլակերպվում է եւ նույնպես ցույց է տալիս որպես օրինակ, որ յուրաքանչյուր մեկը, որ կգա դեպի ինձ, ինքը պետք է նախ այլակերպվի։ Պետք է իր աստվածային ծագումը ի հայտ բերի։ Մի բան, որ յուրաքանչյուր հավատացյալ ունի իր երկրային կյանքի մեջ իր ապրելու ընթացքում։ Ցույց տալու իր աստվածային ուրեմն դեմքը եւ ինչպես ցույց տա այն ճանապարհով, ինչպես ավետարանն է ցույց տալիս միմյանց սիրելով, միմյանց օգնելով, միմյանց հետ միասին լինելու։ Այս ուժի մեջ է, որ որքան ուժը մեծ լինի, ուրեմն այնքան մարդ առավել երկնքի արքայությունը կտեսնի, Տիրոջ հայացքին կարժանանա։ Եվ Վարդավառի տոնը, սիրելի հավատացյալներ, պայծառակերպության Վարդավառի տոնի առիթով մի քանի միջոցառումներ պիտի լինեն, որոնցից մեկը նախատոնական ուրեմն միջոցառում պիտի լինի, խաչերթ է լինելու եւ այսպես առաջնորդանից Սուրբ Սարգիս եկեղեցուց երիտասարդները մեծ թափորով պիտի քայլեն շարժվեն դեպի այնտեղ այգի, որտեղ հավանաբար տոնակատարություն պիտի լինի եւ իմ հորդորը կլիներ սիրելի հավատացյալներ, նամանավանդ երիտասարդները մասնակցեին այս արարողությանը, բայց ոչ թե իրեն գնային միմյանց վրա միայն ջուր այսպես սրսկելու, այլ այդ ջրով իրենց մեղքերը լվանալու, սրբելու։ Գյառընթառաջի տոնին մենք տեսնում ենք մեր հավատացյալներ, ինչ մեծ շուքով, մեծ հանդիսություններով, այսպես կրակներ են վառում, ավելի շատ հենքը դնելով կրակին, քան մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի տաճարի ընծայման խորհրդին։ Եվ այստեղ էլ սա այս տոնը մեծագույն է, որ յուրաքանչյուրս պետք է կարողանանք ավելի մոտիկանալ մեր աստվածային ծագմանը, Աստծո մի մասնիկը լինելու հանգամանքին եւ այդ ջուրը օգտագործենք միմյանց սրբելու, մաքրելու համար։ Մեր հոգիները վաղվանից եկեղեցում պահոց օրեր են մինչև շաբաթ օրը եւ այդ օրը պահոց օրերը պետք է յուրաքանչյուրս օգտագործենք, որպեսզի Վարդավառի տոնին մենք կարողանանք մեր հոգու մեջ տեսնել այլակերպությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի եւ նաեւ կարողանանք այդ այլակերպությամբ լուսավորել ինքներս մեզ։ Եվ ընդհանրապես մեր նամանավանդ երիտասարդները եւ երեխաները ինչու՞ չէ։ Իմ հորդորը պիտի լիներ, որ բոլորը, քանի որ եկեղեցի ենք մենք, եկեղեցի ժողովուրդն է։ Ուրեմն այդ ժողովուրդը ինքը պետք է եկեղեցու կողքին մշտապես լինի եւ իր հետ լինի միշտ, որտեղ ինքը հենց եկեղեցին է։ Ես մի քանի անգամներ մեր եկեղեցում քարոզի ժամանակ ասել եմ, նա զինվորյալ եկեղեցին է, հայ առաքելական եկեղեցու։ Եկեղեցու զինվորյալ բանակն է, որը որ պաշտպանում է իր հազարամյակներից իրեն եկած հասած բազմապիսի փորձություններով, անցած այսօր հասել է իրեն եւ դա իր սեփականությունն է։ Եվ ինքն է, որ ասում է հայր մեր, որ հերկինս ես։ Եվ իրենք միասնական պիտի լինեն, մշտապես։
Ինչ էլ որ ուզում է լինի, մարդիկ պետք է այն արժեքները, որոնք որ հազարամյակներ սերունդ անցել է եւ այսօր փոխանցվել է իրեն, այդ արժեքը պետք է գուրգուրի, պահի պահպանի եւ փոխանցի իրանց հետո եկող սերնդին։ Եվ այդ պետք է արվի ոչ թե միայն հեթանոսությունից մնացած սովորությունների վրա կենտրոնանալով, դա էլ է կարևոր, որտեղ նրանք ժառանգություններ են, որոնք սերնդեսերունդ փոխանցվել եւ մեզ են հասել, եւ դա մենք սրբորեն պիտի ընդունենք եւ պիտի տանք մեզանից հետո եկողներին։ Բայց ամենակարևորը հոգեվոր կողմը պետք է լինի։ Վարդեվորի տոնը պետք է դուրս գա հեթանոսական այդ շեշտադրումից եւ դառնա քրիստոնեական տոն, որովհետեւ անկարևորը խառնվել է կարևորին։ Այն երեխաները, որոնք որ այսպես միմյանց վրա ջուր են սրսկելու վարդեվորին, լավ կլինի, որ մի պահ իրենց ծնողները ուսուցանեն, որ եկեք սովորենք այս աղոթքը։ Եվ այդ հնարավորությունները տրվում են բոլորին, եւ իմ առաջարկությունը պիտի լիներ նաեւ մեր բոլոր երիտասարդներին, մեր երիտասարդաց միության ատենապետ այստեղ է Դավիթը, մենք բազմաթիվ անգամներ հրավերք ենք անում, որ մեր երիտասարդները միավորվեն, միասին ձեռնարկներ, միջոցառումներ անեն, որովհետեւ իրենք միասին ավելի հեշտությամբ կարող են այդ կարևորագույն խնդիրը լուծել։ Եվ նաև երեխաները, հիմա արձակուրդ է, բայց սեպտեմբեր ամսից կսկսվի նորից կիրակնորյա դպրոցի դասերը, ամեն կիրակի մեր եկեղեցում լավ կլինի, որ ձեր երեխաներին, իսկ մեր երեխաները տեսնում են, ես էլ մի քանի թորնիկներ ունեմ, առավոտը արթնանում են ինտերնետի այդ բանը, հեռախոսները ձեռքերին եւ հաց են ուտում այդպես, քնում են այդպես եւ կարևոր անկարևորից այսպես չեն կարողանում բաժանել։ Գիրք չեն կարդում, ինտերնետ են նայում։ Իսկ եթե այդպես լիներ այսօր մենք այս հայրենիքը չենք ունենա։ Այս հայրենիքին պետք են քրիստոնեական ճշմարիտ հավատքով զինված հայորդիներ։ Նրանց ուժերով է, նրանք քիչ են եղել, նրանք են կարողացել տանել։ Միասին բոլորը տարել են այսպես գերաններ իրենց ուսերին, ինչքան շատ լինեն ավելի թեթև կլինի։ Այս տրամաբանությամբ է, որ մեր հավատացյալները պիտի մոտենան մեր եկեղեցուն։ Երբ որ գնում են եկեղեցու, գնան եկեղեցի եւ աղոթեն եկեղեցում։ Ոչ թե եկեղեցի գան, ասեն տեսեք մոմը հալվում է, չեմ կարողանում մոմը վառեն, որտեվ հալվում է։ Մի քիչ ես ինչ իմանամ, մոմը վառվում է, պիտի հալվի կվերջանա կգնա, բայց ամենակարևորը որ եկեղեցում աղոթած գնանք։ Եկեղեցուց աղոթած կարողանանք գնալ։ Տիրոջը տեսած կարողանանք գնալ։ Տերը բոլորին է կանչում։ Ասում է եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներ եւ ծանրաբեռնվածներ եւ ինձ մոտ հանգստություն պիտի զգաք։ Բայց մենք գնալու ժամանակ մենք պետք է կարողանանք այդ Աստծո նկատմամբ ունեցած մեր հավատքը ամուր մոտենալ Տիրոջը։ Եվ Աստված կտեսնի ճշմարիտ հավատացյալների մասին եմ ասում, ձևական թատերականացված դիք հավատացյալներ ունեն, ինչ ասում ես նորից իրենց են շարունակում։ Այսօր առավոտյան էր կարծեմ, էլի մի կին եկավ, ասում է երազ եմ տեսել ու սկսեց բան, ասում բայց բարեկամս ես հո երազահան չեմ։ Ես տեսում ինքը երազը տեսել է, ուզում եմ երազն իրականացի, ես պետք է իրան խորհուրդ տամ։ Ասում է բան չեք ասում։ Տերա չեք ասում ինչ անեմ, ախր ես բան երազը ասեք հիմա ես ինչ անեմ, ասում երազով մի առաջնորդվի։ Երազով մի իրական կյանքի մեջ ապրի։ Քրիստոնեությունը երազների չենք ասում մերժում է կամ չի մերժում։ Բայց Աստված կյանք է տվել մարդուն, որ ինքը կարողանա այդ իր բանականությունը իր ուղեղը աշխատացնի այն կերպ ապրելու, ինչպես ավետարանն է մեզ ուսուցանում։ Եվ պետք է կարողանանք կարևոր անկարևորից տարբերել։ Եկեղեցի գնում ենք, ունեն պիտի գնանք աղոթելու։ Գնում ենք վարդավառի տոնին, գնում ենք զինված եւ հեթանոսական շրջանից մեզ ժառանգություն մնացած ավանդույթներով եւ ամենակարևորը Քրիստոսի նման պայծառակերպվելով,
որպեսզի կարողանանք մասնակցել երկնային այս հարսանիքին։ Ես նախապես ուզում եմ շնորհավորել բոլորիդ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնի առիթով, որ հաջորդ կիրակի է լինելու շաբաթ օրը երեկոյան ժամը 6-ին Սուրբսարքից եկեղեցու մոտից երիտասարդական թափորները խմբերը գնան այնտեղ կարծեմ կոմայգի պիտի չէ լինի, կոմայգում գեղեցիկ հանդիսություններ պիտի լինենք, լավ կլինի, եթե ազատ եք դուք էլ ինքներդ գնաք եւ մասնակցեք։ Թող Տիրոջ սերը, խաղաղությունը, լույսը, ջերմությունը մշտապես լինի ձեր օջախների մեջ։ Այսօր մեր ժողովուրդը դժվարին պատմության ժամանակներ է ապրում եւ շատ կարեւոր է, որ յուրաքանչյուրը ձեր հոգու մեջ ունենաք աղոթք, հա, մեր երկրի խաղաղության համար, մեր երկրի հետագա ընթացքի, հա, բարօրության համար։ Աստված օրհնի բոլորիդ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն եւ դուր մեզ համարձակաձայն